Հայաստանը եւ Ադրբեջանը կրկին հրապարակային փաստաթուղթ ցանկացածը կարող Google-ում գրել Պրահայի հայտարարություն 2022 թիվ գտնել կար։ Ինչա գրած Պրահայի հայտարարության մեջ գրածը Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 91 թվականի Ալմատայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար եւ որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում մինչև հոկտեմբերի վերջ։ Մյուս կետը վերաբերում է Եվրամիության դիտորդական առաքելությանը։ Էսա գրած, այսինքն, էսի պարոն Ռուբինյան գրած աստե հետագայում էլ Փաշինյանը մեկնաբանել է, որ սրանով Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ առաջին անգամ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմ։ Հիմա եթե այդ օրը Արցախը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք, այո, մենք նշաձողը ցածրացրինք, փորձեցինք ցածրացրել, եւ ձեզ մի գաղտնիք էլ ասեմ, ընդ որում Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ համաձայնեցված ձևով Ռուսաստանն ու Ադրբեջանն էլ իրար հետ չունեն պայմանագիր, որ Ռուսաստանի Ադրբեջանի տարածքում կարող լինեն ռուս զինվորներ։ Հայաստանը ունի Ռուսաստանի հետ պայմանագիր, որ Հայաստանի տարածքում ռուս զինվորներ կարող լինեն, բայց Ադրբեջանը չունի։ Ադրբեջանը գնում է Ռուսաստանի նախագահին, ասում է, այն երկիրը այլևս ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Մենք էլ պայմանագիր չունենք, որ մեր տարածքում դի զինվոր հավաքի քո զինվորները ընդից գնա։ Ասում է, բա հայերը, նրանց անվտանգությունը, ասում է, շատ լավ։ Ես կպայմանավորեմ, հետո Նիկոլ Փաշինյանը պայմանավորում է Իլհամ Ալիևի հետ, Արցախը պահում եք շրջափակման մեջ, որպեսզի հայերի համար այնտեղ դառնա անտանելի պայմաններ չկարողանան այնտեղ ապրել։ Ադրբեջանը մի օրով հարձակվում է Արցախի վրա, Արցախը հայությունը 10 օրում տեղահանվում է, ամբողջ հայերին հանում են, որպեսզի ռուսներն էլ հանեն։ Ռուսները ընդից երբ են վերջնական գնացել, հայերին Արցախից հանելուց հետո։ Ի՞նչն է սխալ ասվում։ Այդ իմ ասածի մեջ մի բանը սխալ էր։ Դա ինչ չի եղել, բա ո՞նց է եղել։ Ռուբինյան ջան, այսօրվանից ես էլ եմ դառնում ձեզի երկրպագու, որ դու Արցախի ժողովրդին խափի, որ դուք այդ արկածախնդրությունը արիք, այդ խաղ երկիրը գցիկ պատերազմի մեջ, պատերազմը տարակ կործանման, կործանումից հետո Արցախ գցիկ շրջափակման մեջ տվիկ թուրքերին, հետո բերիկ Գեղարքունիքից, Վայոց ձորից, Սյունիքից, տարածքները տվիկ Ադրբեջանին, հետո անցակ Տաուշին, հետո Մեղրին, որտեղ այսպես հիմա այդպես սահմանադրությունից անկախության հռչակագիրը չեղարկեք ամբողջ Հայաստանը տակ ադրբեջանցիներին, մենք ձեզ դրա համար երկրպագում ենք։